Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, մենք փորձելու ենք խոսել նորից պարոն Ղուկասյանի մասին, մենք գիտենք, որ այսօր հենց այս պահին դատավարությունն ընթանում, ես ինչպես միշտ ասել եմ, որ իմ աջակցությունը լինելու է Վարդան Ղուկասյանի անձի հետ կապված, մենք ուշիշ հետևում ենք Ղուկասյանի դատավարությանը. Ես կկապնվեմ մի քանի րոպեից Լաս Վեգաս հասկանալու ինչա կատարվում այնտեղ այս պահին, ես միշտ ասել եմ, լինելով քրիստոնյա հայ, չեմ ցանկանա, որ մեր հայրենակիցներից որևէ մեկը հայտնվի օտար երկրում, օտար երկրի ինչ-որ բերդերում, ես չեմ ցանկանում որևէ մի հայի, որ այսօր լինելով ընդդիմադիր, խոսելով ճշմարտությունը եւ դրա համար ինչ-որ փորձեն այդ անձնավորությունը փագել կամ լրացնել։ Վարդան Ղուկասյանը միշտ եղել է մեր հայրենակիցների կողքին, բարձրացրել է խնդիրները, այո, բարձրացրել է իմ խնդիրներից մի քանիսը, որը տվել է իր արդյունքը, դրա համար ես ասել եմ, հիմա էլ եմ ասում, իմ շնորհակալությունը Վարդան Ղուկասյանին դա լինելու է միշտ, նա ձեռքաբռնել մեզ, մեր խնդիրները, որը դա ոչ թե մեր անձնական խնդիրներն են, այլ դա մեր հայրենիքի հետ կապված խնդիրներ էր, որ ինքը լինելով օտար երկրում փորձեց բարձրացնել այդ խնդիրները եւ ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Ղուկասյանին եւ լինելով քրիստոնյա փորձում եմ լինել իր կողքին, ես նորից ասում եմ, որ ես չեմ նայել իր խոսքերին կամ իր տեսակին, դա ինքն է որոշը իր ճանապարհը, ամեն մեկը որոշում է իր ճանապարհը, ամեն մեկը որոշում է իր ապրելակերպը, բայց որպես մարդ եւ իմ շնորհակալությունը եւ նրա կողքին կանգնելը ինձ թվում է դա գիտակից հայի տեսակն է, որը շնորհակալություն հայտնելը եւ չխանգարել մարդու այն տեսիլքը, որ ինքը դրա հետևից գնում է։ Ես մինչև այսօր մի քանի տարի մենք հետևել ենք ազգովի Վարդան Ղուկասյանին, ես չեմ նկատել որևէ բան, որ այսօրվա իշխանությունը դա թույլ է տալի, այսօրվա իշխանությունը տվեց Արցախը, այսօրվա իշխանությունը եւ նախկին եւ այսօրվա այդ նախկին այսօր չեմ ուզում սենց առանձնացնեմ, նրանք հանձնեցին Արցախը, նրանք սպանեցին մեր եղբայրներին, 5000 երիտասարդ, 3 գեներացիա, մինչև այսօր տիրում է մեր երկրում անարխիան, բարդակը, կոռուպցիոն, երեխաները, գերիները մեր Վարդան Ղուկասյանը լինելով երկրից հեռու, նա փորձել է միշտ խոսել այդ խնդիրների մասին, դրա համար իշքան էլ որ մար, բայց դա զենքն էր նրա, եթե մենք շարունակելու ենք մեր եթերը, անկախ նրանից, թե ինչ է կատարվում մեր սիստեմի հետ, մենք տեսել ենք նրա արած գործերը, նրա բարձրաձայնած խնդիրները, նա այն ինչ որ բարձրաձայնում էր, մենք հասկանում ենք, որ դա իր կյանքի գնով է դա անում, կարար ամեն ինչ իրեն հետ լինել, եւ այսօր եղավ այն ինչ որ եղավ, մարդը տվեց զոհաբերություն, անկախ նրանից իր տեսակը, իր մարդ տեսակ, իր խոսակցականը, նա զոհաբերում էր ոչ թե ուրիշի փողերը կամ ինչ որ ուրիշի կյանքը, այլ նա զոհաբերում էր իր անձնական կյանքը եւ իր ծնողի կյանքը, որը նա շատ լավ պատկերացնում էր։ Դրա համար ես լինելով հայ, լինելով օտար երկրում, ապրելով եւ հասկանալով այդ բարդությունները, ես իմ ձեռքը մեկնում եմ, ես իմ խոսքը պահում եմ մինչեւ վերջ։ Այսօր մենք գիտենք, որ Վարդան Ղուկասյանի ինձ թվում է, որ դա կլինի իր վերջին դատավարությունը, տա Աստված, ես հավատում եմ, ես ասել եմ, ինձ շատ անգամ հարց են տվել, ինչի համար եմ ես շահագրգռված Վարդան Ղուկասյանի ազատությունը, ես ասել եմ,
տվեք Վարդան Ղուկասյանին նրա միկրոֆոնը եւ նա կբարձրաձայնի եւ կբացահայտի շատ խնդիրներ, որը մեր Սփյուռքի եւ մնացած հայրենակիցների շատ քաղբանդար գնա, որի համար ես կանգնած եմ 24 խնդիրը, լավ միացավ նորից, ոնց հասկանում ենք մեր էջերը ինչա կատարվում մեր էջերի հետ, բայց մենք փորձելու ենք եթերը շարունակել։ Դրա համար, սիրելի հայրենակիցներ, ես ասել եմ առաջի օրը, թող սա լինի վերջի օրը եւ լինի Վարդան Ղուկասյանին ազատություն, թող Աստված իրան ողորմա, թող Աստված իրան օրհնի, սկսի նոր ուղղություն, նոր ձև, նոր տեսակ, ես այդպես եմ տեսնում, որովհետեւ արդեն ինքը էլ ինչ-որ պետներ խոսեց, հիմա գործելու պահն է, մենք ես անձամբ ինքս լինելով Ավստրիայի հայ սենատոր եւ մենք մեր բոլոր սենատորներով մենք բոլորս մտահոգված ենք մեր երկրի խնդիրների համար, մենք պատրաստվում ենք շատ մեծ գործ անելու մեր երկրի խնդիրը առաջանում ինտերնետի հետ, սիրելի հայրենակիցներ, բայց ինձ թվում է, որ բոլորը ինձ լսում են։ Հիմա ես մի քանի րոպեից հետո կկապնվեմ մեր սենատորի հետ, որը հիմա նա Լաս Վեգասում է, ուշի նա հետևում է այս ամեն ինչին, մենք օքեյ, ստեղ խնդիր կա, տեխնիկական իրոք խնդիր կա, երեք կոմպյուտերները չեն միանում, չգիտենք ինչի համար, բայց կփորձենք հեռախոսներով աշխատել, ասոպարկ այդ հնարավորությունը կա, փորձենք հիմա մի հատ Լաս Վեգաս մեր սենատորի հետ կապնվելով հասկանանք ինչ է այս պահին կատարվում ու արդեն կշարունակենք մեր ուղիղ եթերը։ Ալո, Տիկին Ղազարյան, ինչպես եք, բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, մենք ուղիղ եթերում ենք, ես ուզում եմ, որ միացնեմ բարձրախոսը, երկու հարց տամ, որ մեր հայրենակիցներն լսեն այս պահին ինչ է կատարում, որտեղ դուք ասեցիք, որ դատավարությունը շարունակվում է, ես բարձրացնեմ, հա, ձայնը, լավ, հասկանանք ինչ է կատարում Լաս Վեգասում, Տիկին Ղազարյան, դուք ուղիղ եթերում եք, խնդրեմ, խոսեք, ասեք սիտուացիան դեռ ինչ է կատարում, բարև ձեզ։ Ներկա պահին դատը շարունակվում է, մոտավորապես երևի մի 70 հոգի մարդ կա այստեղ սպասող, իր աջակիցները, դեռ ոչ մի բան, հայտնի չի, գիտենք, որ վերջին դատն է սա, տեսնենք ոնց կլինի ավարտը։ Հուսով ենք, որ վերջին գնի և ազատություն գնի։ Մենք հուսով ենք, որ այո, այսօր ազատվելու է պարոն Ղուկասյանը։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ աղոթում են իր համար, շատ մարդիկ անհանգստացած են իր համար, որ մեր հայրենակիցը ոչ թե ինչ-որ խնդիրներ ունենա Ամերիկայի պետական այրերի հետ, այլ նա արդարացվի, որովհետև այն գործերը, որ բերեցին դրեցին այդ անձի դեմ, դա շինծու էր, մենք դա շատ լավ հասկանում ենք, եւ ինձ թվում լինելով մեր սենատորներից մեկը դա դուք կհաստատեք։ Բնականաբար, այն ինչ որ արվում է շատ անարդար է, այդ բոլոր մեղադրանքները ընդհանրապես կապ չունի պարոն Ղուկասյանի հետ, հուսով ենք այսօր վերջնական դատարանը արդարությունը կճանաչի պարոն Ղուկասյանի։ Տիկին Ղազարյան, քանի ժամ արդեն դատավարությունը գնում է։ Ժամը 1-ից դեռ կարող է շարունակվի, մինչև ժամը 4 կամ 5, մինչև դատարանի փակվելը։ Հասկացա։ Իսկ հնարավոր է, որ դատը շարունակվի վաղը, միսօրը կամ չգիտեմ։ Եթե այսօր ավարտ չունեցավ դատը, այսինքն որոշում չկայացվեց, այսինքն եթե դատարանը պետք է փակվի, ժամը լրանալու է, այսինքն ժամը 5-ին, կարող է վաղը շարունակվի դատը, բայց մենք հուսով ենք, որ այսօր վերջանալու է դատը։ Հասկացա։ Տիկին Ղազարյան, շնորհակալություն ինֆորմացիայի համար, ես չեմ ուզում ձեր ժամանակը շատ խլել, մենք դեռ եթերում կլինենք, եթե ինչ-որ
լավ լուր կլինի, ուրախալի լուր կլինի, մենք պատրաստ ենք, մենք չենք քնելու այսօր, սպասելու ենք լավ լուրին, եթե որևէ մի նորություն լինի, խնդրում եմ զանգահարեք, մենք դեռ եթերում ենք։ Շատ բարի կապով կլինենք։ Լավ։ Սիրելի հայրենակիցներ, մենք այո կանգնած ենք Վարդան Ղուկասյանի կողքին, մեր հայրենակիցի կողքին, որը խոսել էր տարիներ ճշմարտությունը։ Այսօր շատ բան ունենք մենք ասելու, ինձի շատ մարդիկ գրել են եւ ինչի մենք շատ եթերներ չենք անում, ես հիմա ուզում եմ մի քանի բան ասել, որ այն անարդարությունները, որ պարոն Ղուկասյանը բարձրաձայնում էր, մենք դա այսօր ապրում ենք։ Փակագիծերը այսօր ես չեմ բացի, որովհետև այսօր հետ օրը չի, որ հիմա փակագիծեր բացեմ, բայց ուղղակի կփորձեմ խոսել դրա մասին, որ այսօր ինչ է կատարում Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս, ինչ առևտրի մեջ է, ես նորից ասում եմ, 30 տարի ապրելով դրսում, ես այս տեսակ հայի տեսակը չեմ ճանաչում։ Մենք ուղղակի ապշած ենք այս տեսակ հայի տեսակից, որ ես նորից բարձրաձայնում եմ, որ կա ինչ-որ մի մասսա, ով որ այդ առևտրի մեջ է մտած, դրանցը պետք է գենետիկական շատ արագ տեստ արվի, որ հասկանանք արդյոք սա կարող է լինել հայի տեսակը, որովհետև հասարակ մի բան, երեք եթե չեմ սխալ, արդեն ժամերի մենք արդեն մեր մոտ ժամերը 2 օր խառնված է, ես տեսա, որ Ալեն Սիմոնյանը, որին կոչում են մեր հայրենակիցները անբարոյականի տղա, ըստ Աստվածաշնչի բոս բառը դա արգելված չի եւ դրա համար քրեական գործ չի հասնում, որ կոչում էին բոզի տղա Ալեն Սիմոնյանին, ասում է, եթե այսօր պայմանագիրը մենք ստորագրենք խաղաղության, 5 րոպե հետո մենք սկսելու ենք առևտուր։ Այսինչ ցիգանսկի մենակ ինչ որ տենում ես ուտելու եւ առևտրի մեջ են մտած սրանք։ Ոնց կարելի է մեր տղեկի արյունը դեր 5000-ից ավել չի չորացել եւ սրանք մտածում են առևտուր։ Իրանք կարող են, որտեւ իրանք բոզի տղա են։ Ես ուզում եմ մեր 10 միլիոնից ավել, 15 միլիոնից ավել հայրենակիցների հետ խոսել, կներեք ինձ SMS է գալի, խոսել, լավ, իրանք են բոզի տղա, իրանք են թուրքահպատակ փողերի համար, իրանց կյանք, իրանց ընտանիք, իրանց հոգին վաճառել են, բալավ, մենք ինչ ենք թույլ տալի, ես հիմա այս հարցը ես շատ եմ բարձրացնելու, որովհետև ես գիտեմ հաջորդը ինչ է գալու եւ ինչ ենք մենք բարձրաձայնելու տարբեր բևեռներում, երկրներում, հա, տեղերում, որտեղ որ հենց այս հարցի պատասխանը պետք է Եվրոպան եւ Ամերիկան եւ Ռուսաստանը մեզ տա, ես ուզում եմ մի հարց տալ մեր հայրենակիցներին նորից եւ նորից։ Վաղը եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի խաղաղության պայմանագիրը, ես իմ հարցը 15 միլիոն հայրենակիցին տալիս եմ, Արցախը դա դառնում է մեր հարևան երկիրը, թե դա մեր երկիրն է։ Նայեք, նրանք խոսում են խաղաղության պայմանագիր ու այսօր որևէ մեկը չի ասում 150,000 արցախցիների շիքսալը ինչ է լինելու։ Ոնց ենք պատկերացնում 150,000 հոգի Ալեն Սիմոնյան, քո մամային կուղարկես դու խաղաղության պայմանագիրից հետո Բաքվում ապրելու։ Ես մի հատ ուզում եմ տեստ անենք, ուզում եմ հավատալ այսօրվա կառավարությանը եւ հիմա իմ եթերով ես գիտեմ, որ հատուկ ծառայություններից բռնած մեր եթերները դրանք, երբ որ մենք մի բան բարձրաձայնում ենք, նրանք ուշի նստած ու գրում են։ Գրեք շատ լավ է կանը, որ վաղը հետո չասեք, ես նյութերը չունենք, իսկ մենք մեր եթերներից չենք հրաժարվում եւ մենք մեր եթերները չենք ջնջում, ոչ էլ Facebook-ն է ջնջում մեր եթերները։ Հիմա ես հարց եմ տալի, կարող է Ալեն Սիմոնյան քո մայրիկին, մեկ էլ երկու կին ունես ոնց հասկացամ, որևէ երեխայի հետ կնոջը ուղարկենք Բաքու տեստ անելու։ Ինչ կլինի իրանց հետ, 1 տարի ուղղակի, ինչև դուք պայմանագիրը կնքեք,
ձեր ԿՊ-ից եւ այն մարդիկ, որ որոշում են կայացրել, որ պիտի գնան պայմանագիրը ստորագրեն եւ պայմանագիր ստորագրելուց հետո 5 րոպե հետո կարելի է Բաքվի հետ բիզնես զբաղվել, արեք եթե դուք հավատում եք այդ պայմանագրին, արեք ձեր ընտանիքներից ամեն մեկից մեկ հոգի պայմանավորվենք 1 տարով մինչև պայմանագիրը կնքվի, ձեր ընտանիքներից որևէ մեկին ուղարկենք Բաքու։ Չէ՞ որ դուք իրանց հետ գործընկեր եք, դուք իրանց հետ պայմանագիր եք կնքում, դուք դրա հետ խնդիր չունեք, դուք հանդիպում եք։ Օրինակ ես կառաջարկեմ Ալեն Սիմոնյանի մայրիկին եւ իր կնոջ եւ երեխուն։ Թող գնան 1 տարի Բաքու, ցիվիլ 130 տարվա երկիրը, տարբեր երկրների անգլերեն խոսում են այնտեղ, հնաց որ պարոն Սիմոնյան քո տղեն կարող այնտեղ անգլերեն նորից սովորի, մենք գիտենք որ ձեր ուզածը որ ձեր երեխաները ամենալավ դպրոցները սովորեն, ոնց հասկանում ենք Բաքվում էլ գտնեն ինչ-որ մի ցիվիլ դպրոց, որտեղ ձեր երեխան կսովորի անգլերեն, ինչի՞ չէ թող սովորի ադրբեջաներեն, որ վաղը գա էթա ծառայելու, լսի հասկանա սահմանում թե ադրբեջանցիք իրան ինչ են ասում, ինչի՞ չէ որ։ Այ սիրելի հայրենակիցներ, սրա մասին էր Վարդան Ղուկասյանը խոսում։ Գիտեք, մենք բոլորս խոսում ենք, ուզում ենք մեր երկիրը փրկել կամ ինչ-որ գործողություն անել։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, 2 բառ կա հայրենի մեջ, որը ես համաձայն չեմ, որտեղ Հիսուս Քրիստոս ինձ սովորացրել է ուրիշ դաստիարակություն, զոհաբերությունով ինքը տվեց իր կյանքը, որ մենք ապրենք։ Okay, շատ լավ է, շնորհակալություն Փառքը Տիրոջը, Աստծուն շնորհակալություն դրա համար, որ գոնե ողորմած իր որդով մեզ տվեց երկրորդ շանսը։ Հիմա երբ որ մարդիկ ասում են ես քեզ սիրում եմ, ես այդ բառից ուղղակի ես չեմ, իմ համար շատ դժվար է լսել սիրել բառը։ Ես հիմա ուզում եմ բացատրել սիրո բառը, հետո գալ հասնել այսօրվա այս գործողությանը, թե ինչի են շատերը ազատության մեջ, բայց զոհաբերվողները չազատության մեջ։ Ես ուզում եմ դա ուղղակի հասկանալի լինի։ Այսօր ունենք մենք 2 ընդդիմադիր տարբեր բևեռների մարդիկ։ Մեկի անունն է Վարդան Ղուկասյան, որ նա Ամերիկայում էր, գիտենք նրա անցյալը, պատճառները, Վովայի եւ մնացած արած այդ խնդիրները, որ մարդը ուղղակի ցավ էին տվել եւ ուղղակի գնաց եւ նա փորձեց իր ցավը այս եթերով բարձրաձայնել եւ եղավ այն ինչ որ եղավ։ Երկրորդ անձը դա Սերոբ Գասպարյանն է, որը նա խոսում էր ճշմարտությունը, թե հավատքի, թե երկրի սահմանների մասին։ Հիմա նայեք, երկուսն էլ ոչ ազատության մեջ են։ Նշանակում է նրանք չգնացին առևտրի, որևէ մեկը որ գնում է այդ առևտրի մեջ, նա չի նստում ուղղակի։ Հիմա ստե խնդիրը ինչու՞մն է սեր բառի։ Մենք հայրենակիցները, մեր հայերս մենք շատ ենք սիրում, ասենք, օ, սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ այս անձին, սիրում եմ այս բառը։ Ես այդ բառը չեմ ընդունում։ Այո, կա աստվածային ագապե, դա լրիվ ուրիշ բարձրություն է, իսկ սերը դա զոհաբերություն է։ Դա խոսք չի։ Նույնը, երբ որ մեկին ասում ես առողջ տղամարդ կամ կին դեմդ կանգնած, կարում է նարկոտիկ լևի է թա, մեծ խոսա, մարդ տփի, զենք քաշի, դանակով խփի կամ չգիտեմ ինչ, բայց ասում են վայ, մեղ կա, 2 կոպեկ տվեք թող ապրի։ Ես այդ 2 բանը չեմ կարող ընդունել եւ չեմ էլ ուզում ընդունեմ։ Եթե մարդը առողջ է, եթե նա կարող է սրսկվի, կռիվանի, լևի գնա, չգիտեմ, կազինո խաղա, դանակ հանի, զենք հանի կրակի, բայց զենք չի կարող հանի ադրբեջանցու վրան կրակի, այդ տեսակը, էդի մեր հայի տեսակը չի։ Դա խաբեություն է, դա ինքնախաբեություն է եւ այդ մեղք բառը, երբ որ ինձ ասում են, ես ուղղակի ինձի որ շատերը գրում են ինձ կօգնես, ես նայում եմ շատ մարդկանց ավելի առողջ վիտ, ավելի ջանով, ավելի բան,
ու ես մտածում եմ, լավ, այս մարդը 30, 40 կամ 50 տարեկան է, ինչ արե մինչև հիմա, որ ինքը փորձում է ինտերնետով օգնություն այդ մեղքի զոհի դեմքը ընդունելով փորձի իր անձնական փողը մուրա ինչ-որ ինտերնետով։ Նույնը սեր բառը։ Դա գլինի կնոջ և տղամարդու սիրո հարաբերությունը, որը դա զոհաբերություն է, դա նույնը հայրենիքի հանդեպ, դա զոհաբերություն է, ու այսօր մենք ունենք շատ եղբայրներ, որ ես անունները հիմա չեմ կարող բոլորի տալ, բայց երկուսի անունը կարող եմ տալ, Սերոբ Գասպարյան և Վարդան Ղուկասյան։ Նրանք զոհաբերեցին իրենց ճիշտ խոսալու համար։ Դրա համար ես չեմ խնայում իմ ժամանակը, ես չեմ խնայում իմ առողջությունը, ես չեմ խնայում այն, ես գիտեմ զոհաբերություն հասկացողությունը ինչ բան է, նույնը կաներ Սերոբ Գասպարյանը, եթե իմ հետ դա կատարվել այդ զոհաբերությունը, նույնը ես համոզված եմ, որը Վարդան Ղուկասյանը ինքը 2 թե 3 անգամ հաղորդում է բարձրաձայն է եւ ուղիղ եթերով ինձ կանչել է իր եթերում խոսելու, որը ես օգնել եմ մեր Հայաստանի զինված ուժերին եւ նրանք ծախել են, նրանց պապաները ծախեկերել են, որը ես մինչև հիմա չեմ հանդուրժելու եւ չեմ ներելու իրանցը, ես է դրանց ասել եմ, դուք պատասխան եք տալու։ Դուք պատասխան եք տալու, դուք չկա մեկը որևէ ինձանից կարող է ինչ-որ մի բան գողանա ու պլյուս իմ զինվորի համար, որը իմ սահմանը, իմ զինվոր ասելը, գիտեք, իմ համար այնքան թանկ բան է դառը, որ նա մենակ սահմանը չէր պահում, նա պահում էր մեր հոգևոր դաշտը, նա պահում է մեր հայ լինելը, մեր գենը պահում, ու փորձեք դուք մեր այդ գեն պահողի եւ հավատքը պահողի, քրիստոնյա պահողին եղած գողնակ, ու այսօր Վարդանի պես տղեկը կամ որևէ մեկը, ես իմ անձը չեմ բարձրացնում, որևէ մեկին լռեցնել կամ մասնատել ու դուք փորձում եք այս ամեն ինչը մարսեք, դուք չեք մարսելու։ Ես միշտ, սիրելի հայրենակիցներ, հիմա էլ ասում եմ, ես խոսել եմ 7 տարի հայ գենի մասին, հայ գենը ինքը մի հզոր ուժ է, որ կա, ես այդ գենից մեկն եմ, որը որ ես ուղղակի, ես նույն ասել եմ, հիմա էլ եմ ասում, ես բլոգեր չեմ, ես TikTok-ից չեմ, ես հարգանք ունեմ բոլոր անձերին, թե բլոգեր, հայ անձի, վաբշե մարդու հանդեպ ես ունեմ հարգանք, եթե մարդը իր սահմանը չի անցե իմ հանդեպ, քավլցի, ով ինչով ուզում է թող զբաղվի, ես իրավունք չունեմ դատելու, որովհետև դատողը դա Աստված է, ես միշտ մտնում եմ իմ սահմաններից փորձում եմ ես դուրս չմնել, ես բարձրաձայնում եմ ուղղակի իմ հայրենիքի մասին, իմ եղբայրների մասին եւ դրա իրավունքը ես ունեմ։ Թե հիմի իշկանով ես դա կբարձրաձայնեմ, ինչ վատանոց դա կլինի, դա արդեն սա իմ եթերն է, իմ հեռախոսն է կամ իմ ինտերնետն է, կուզեմ կմիացնեմ, կուզեմ կանջատեմ, կուզեմ կխոսամ, կուզեմ կլռեմ, բայց երբ որ դու տենում ես մարդը քո համար զոհաբերվել է, Վարդան Ղուկասյանը խոսում էր իմ խնդիրի մասին, Վարդան Ղուկասյանը խոսում էր քո խնդիրի մասին, անկախ իր ով լինելը, նա խոսում էր։ Իսկ այդ խոսելու համար նա հիմա անազատության մեջ է ու այդ անձին ուղղակի չհարգել, նորից եմ ասում, ես չեմ խոսում հայրենիքի մասին եւ իր անձնական, քավլցի, բոլորս մեղավոր մարդիկ են, ով մեղ չունի, թող քարը վերցնի ինտերնետից շպրտի իմ վրա, բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս, բացի Հիսուս Քրիստոսից մենք դա գիտակցում ենք, այն մարդը, երբ որ նա չի գիտակցում, որ նա մեղավոր չի, նա ուղղակի, չգիտեմ, երևի նրա ուղեղը դեռ չի հասունացել, իսկ մնացած մասնատվող, մենք ինչից էի խոսում, հայի գենից, ես չեմ թաքցրել ասեմ, որ վարագույրի հետևը կա հզոր մի հայ գեն, որը մենք գործում ենք տարբեր տեղերից, նշանակում է, եթե գևը այսօր խոսում է ինտերնետով ինչ-որ իր եղբայրների եւ հայրենակիցների եւ սահմանի մասին եւ փորձեն ինչ-որ մի ձև այս հարցը
նույն Վարդան Ղուկասյանի պես կամ Պողոսյան Պողոսի պես լրացնել, դա իրանց մոտ չի ստացվի, որովհետև մենք այս գործի մեջ միայնակ չենք, փառք Աստծո, մենք արդեն 7 տարի մենք ունենք նվիրյալ հայրենակիցներ, որ նրանց հոգին չունի գին, դիֆինիտիվ, մենք մինչև վերջ գնացող ենք, մենք ունենք մեր Աստված, մեր հավատքը եւ նվիրյալները չեն դավանափոխում, այդ խոսքը ուժ ունի, այդ խոսքը գնալու է մինչև վերջի գենը, որը պահվում է վարակույրներից այն կողմ, երբ որ ժամանակի մեջ պետք է գալի, մեկը գալիս է, հաջորդը գնում է, երրորդը գնում է, գրվում է, արվում է, մենք մեր աշխատանքը գիտենք, որը ինքը նորից եմ ասում, ոչ մեկի հետ չի առնչվում, հայ գենը չի առնչվում ոչ մեկի հետ, նա պատրաստ է ամեն ինչի գնալու, հանուն հավատքի, հանուն հայրենիքի, դրա համար ինձ ճանաչողները, եթե ես դրա կարիքը զգամ, որ պետք է Ռուսաստանում կամ Ամերիկան կամ Եվրոպա որևէ միտեղ դիմացինը իրեն չպահեց կոռեկտ եւ անցավ սահմանները, ես ասել եմ տասնապատիկ ձևով պարոն Գագիկ Շամշյանը թող լուսաբանի, մենք ոչ վախենում ենք, մենք ոչ մտածում ենք ինչ որ բերթի կամ ինչ որ, այո, մենք ունենք մի մտածել, մենք պատասխան ենք տալի մենակ մեր Աստծո առաջ, իսկ մեր Աստված արդար է, դրա համար մենք փորձում ենք բոլորի հետ լինել կոռեկտ եւ adekvat։ Նորից եմ ասում, մարդկանց անձնական կյանքը ինձ հետաքրքիր չի, ոչ էլ հայի գենին է հետաքրքիր։ Մենք չունենք ոչ մի ֆինանսական խնդիր, Աստծուն փառք, մենք օրհնված ենք ու շատ հզոր ենք։ Աստծուն փառք, այսօր կա երկրորդ մեր հզոր ուժը, դա մեր սենատն է, որը տարբեր երկրներում մենք ունենք մեր հզոր հայրենակիցները, որ մենք կանգնած ենք մի ընտանիքի պես օրենքով եւ ուժով, դա շատ կարևոր է, շուտով մենք ցույց կտանք մեր սենատի արած գործերը եւ այո, մենք 26 թվին գալիս ենք Հայաստան, այո, մենք պետք է սենատը այդ բարձրագույն գաղափարախոսությունը եւ ուժը ներդնենք մեր երկրի սահմաններով եւ սահմանից դուրս մեր սփյուռքի հետ, ինչի համար, եթե այսօր մենք ունենայինք սենատորական երկիր, Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը ավելի շուտ կգնային Բաքու, քան Բաքուն կգար կվերցներ Արցախը կամ ինչ-որ կասեր, եթե Զանգեզուրը չդակ, Սյունիքը չդակ, Սևանը չդակ, եթե լիներ սենատորական երկիր մեր երկիր ես 30 տարվա մեջ, մենք արդեն հասել էինք Սևծովը, մեր երազած հողերն էլ հետ էինք բերել։ Մենք ունենք այս գիրքը, այստեղ կան փաստաթղթեր, հիմա այս գրքի ավելի ստեղ անգլերեն հայերենն է, մենք հիմա տպագրել ենք հայերեն, բոլորովին հայերեն, որ մեր հայրենակիցները կարողանան կարդան 100% հայերենով, այստեղ այս նույն դոկումենտները, թղթերը, որ կան մեր երկրի սահմանների եւ իրական պատմությունը, երբ որ Նիկոլ Փաշինյան եւ Ալեն Սիմոնյանի պես անձերը խոսում են մեր սահմանների մասին, նրանք ստախոսներ են, մենք կարող ենք արխիվներով, մենք կարող ենք իրական ձևով ապացուցել, որ դուք սրիկա եք, դուք թուրքահպատակ, դուք հայի գենի հետ կապ չունեցող անձեր եք, որը դուք այս պահին մեր թույլտվությամբ ցավոք դուք վերցրել եք իշխանությունը եւ դուք մտել եք իշխանությունով առևտրի մեջ։ Դա արդեն ֆակտ է, մենք գիտենք շատ բացահայտված գաղտնիքներ, այսօր իմ համար իմ սահմանների մասին օրինականացված փաստաթղթերը դա մեր մոտնն է, փառք Աստծո, այսօր մենք կարող է ոմանք առողջական խնդիրներ ունենան, ոմանք, չգիտեմ, պատահար լինի կամ ինչ-որ մի բան, բայց այսօր սենատի այդ գաղափարը այնքան ճիշտ է դրված, որ այս թղթերը եւ մենք փորձում ենք այսօր աշխարհով մեկ սփռենք այդ ամեն ինչը, որ մեր հայրենակիցները եւ հայի գենը
կարողանա ինքը շատ ճիշտ աշխատացնի։ Դա շատ կարևոր է մեր 10 միլիոնանոց սփյուռքը հասկանա, թե ինչ է կատարվել իրականում մեր հետ։ Ոչ թե ռուսնամեղավոր կամ ամերիկացին կամ եվրոպացին, մեղավորը դա մենք ենք, մենք ինքներս։ Ով է հիմա բռնել Վարդան Ղուկասյանին։ Հայերի շինցու գործով տվել են ամերիկացուն, ամերիկացին ասում է, օքեյ, պետք է նստեմ այս 18 էջը կարդամ, տենամ ճիշտ է թե սխալ է։ Դե մի խեղճ Վարդան Ղուկասյան, արի ճղվի, Վովայի ճանգերից փախար, մամայիդ գողացան, քեզ տարան բեր, տփին, ամեն ձևի խայտարակես, հասար Ամերիկա, հիմա ամերիկացին ասում է ախպեր ջան, դե մի աբացուցա, որ դու ճիշտ ես, անկախ ինչ որ գրել են։ Կարա ճիշտ լինի, կարա սխալ լինի, կարա շինցու լինի, բայց ես գիտեմ, որ եթե ժամանակի մեջ մարդը ապրել է Ամերիկայում, բայց ասում են Հայաստանում ինչ որ մի գործողություն է արել, դա հերքելի է, որտեղ այդ մարդը լինելով ամհիմը, ոնց որ ինձ ասեն, գևը այս պահին Չինաստանում է, բայց գևը իրականում Չինաստանում չի։ Գցեն կարող ասեն Հայաստանում է, բայց իրականում ես Չինաստանում եմ, հա։ Դրանք աբացուցելի են, դրանք ամենահեշտ աբացուցելն են։ Հիմա ստեղ էթում է ժամանակ խլելը։ Նայեք Լեննականի քաղաքապետարանի ընտրությունները, որ Վարդան Ղուկասյանը շատ մոտ էր։ Ու հենց այդ փուլից սկսվեց այս ամեն ինչ։ Նշանակում է սա ծրագիր էր պայմանավորված, պետական այդ թղթապանակը պատրաստած էր, որ նա ուղղակի չխոսեր եւ նա առաջ չգա։ Դրա համար ես ասում եի, որ եթե այս առևտուրը այս ձև շարունակվի, նրանք ուղղակի ամեն օր Ամերիկայի Հանրապետությունը թուղթ կուղարկեն եւ այդ դադարությունը կերկարացնեն, բայց քանի որ Ամերիկայի Հանրապետությունը ունի օրենք քիչմեմ, հա, քիչմեմ, չնայած խաղի մեջ մտան ոմանք սուտ քրիստոնյա կոչվածները, որ փորձեցին այս ամեն ինչի մեջ իրենց լուման ունենալու, որովհետև վայ ոնց կլինի Վարդան Ղուկասյանը աթեիստ է, այո, նա ասել է, ես չեմ ասում դա նա աթեիստ է, բայց նախ առաջուց հարց, ինչի դառավ քրիստոնյա երկրի մեկը աթեիստ։ Ոնց կարող է, դա մեր թուլությունն է, իմ կողքի մարդը ոնց կարող է լինել ինչ-որ ուրիշ մտածելակերպի տղա։ Ուրեմն մենք ճիշտ չենք հիմքը դրել այդ տղայի կամ աղկնոջ կողքը։ Նշանակում է ոնց կարող է ծնվելով քրիստոնյա, լինելով քրիստոնյա երկրի մեջ եւ նա ասում է ես, բայց ես իրան հասկանում եմ, քանի որ այսօր հայ առաքելական եկեղեցու բարձրագույն այդ աթոռի նստած տեր կոչված, որ այդ տեր տիտղոս իրանցը չի, ես անձամբ խնդիր ունեմ նրանց հետ քրիստոնյա լինելով, ես էլ հո առաքելական եկեղեցի չի, արմատ եկեղեցին ես եմ, տաճարը ես եմ, դա շատ կարևոր է հասկանալ մեր հայրենակիցները, թե մենք ով ենք, եկեղեցին, քարե շինություն եկեղեցին, դա մեր ինքնությունն է, իսկ տաճարը, Աստծո տաճարը, որ շինված է, դա դու ես, որ Աստված Սուրբ Հոգին բնակվում է, Աստծո Հոգին բնակվում է քո մեջ։ Հիմա նայեք, եթե ես լինելով 23 տարի աղանդների դեմ, կռվելով աղանդների դեմ, ունեմ բազմաթիվ ինֆորմացիա, պղծություններ, օֆշորներ, սուտ Սուրբ Հոգու անունով չգիտեմ ինչեր, ոնց էր, աշխատելով ես մի բան եմ ուզում ասել, թե այս ինչ օրհնված, չէ որ Տիրոջ խոսքը Աստվածաշունչն ասում է, որ վերջին օրերում մենք պետք է հալածվենք, դա Աստված ասում, ես չեմ ասել, Լևոնը մասոնը եկավ, եկեղեցուց չեմ խոսում առաքելականի, որտեղ նրանք ով էշ իրանք փալան են ասում, ոնց են ասում, վրան որ գցում են էշի, դրանցը թողանք, այս քարիզմատիկ ուղղությունը, որ քանդեց մեր երկիրը, որը ազգային անվտանգությունը մինչև հիմա էլ չի հետաքրքրվում, Բաքվի կյանքի խոսք եկեղեցին ինչ եղավ, բա ես այս գիրքը վերցնելով, օրերից մի օր այդ 26 թիվը մոտ է, սարերի հետևը չի, առաջի իմ առաքելությունը որ կա,
ես պիտի նոր ազգային անվտանգությանը, քանի որ պարոն Աբազյանը չի հասկնամ, ինքը երևի այդ ուղղության վրա իրան չեն դասավանդե, որ ոնց կարելի է նույն, ոնց որ ասենք հայ առաքելական եկեղեցին Բաքվում, ասենք ոնց եք պատկերացնում, պետք է թան Գարեգին B-ին ասենք Գարեգին B, էս բա ուր է էլ, եկեղեցին ուր է, ձեր շինություն ուր է, 10 տարի աղոթում եք սահմանների փրկության համար, քույր ու եղբայր եք դարել եւ աղոթում եք սահմանների համար։ Ես արդեն 7 տարուց ավել ազգային անվտանգության հետ իհարկե կան հայրենակիցներ, որ մենք հանդիպել ենք, տեսեք բարձրաձայն ասում եմ, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս ինձ հրավիրել են, մենք հանդիպել ենք, խոսել ենք, ապացուցել եմ, ասել եմ կյանքի խոսք, այդպես կոչված եկեղեցի կա, Քավլոցի, այնտեղ ես ունեմ շատ լավ ընկերներ, մեր հայրենակիցներն են, նրանք բոլորը մեր հայրենակիցներն են։ Ես չեմ, դաժե այնտեղ ես չեմ առանձնացնում, ուղղակի ես ուզում եմ իրադրությունը բացատրեմ, թե այս պահին ինչի համար է Վարդան Ղուկասյանը նստած, որովհետև ոչ թե կյանքի խոսք եկեղեցու այն աղոթող ժողովուրդն է, որ նրա համար նա ծնկի այկած ուղղակի աղոթում է տիրոջ փրկության համար, իր առողջության համար, իր ֆինանսի համար, երբ որ այն երկիրն է, որը աղոթքի կարիք շատ ունի, մենք բոլորս աղոթքի կարիք ունենք, բայց այստեղ երկու բայց կա, որը ես իմ կարծիքը չեմ փոխում, ես չեմ վախենում, իրանք կարան բոլոր ատյաններով գնալ, նրանք ուղղակի իրանց սուրպրայզը ես ունեմ իրանց համար վիդեոները կա, հատուկ նկարահանված բաներ կան, որ ես հարց եմ տվել եւ ազգային անվտանգության աշխատողները ասում են, պարոն Գրիգորյան, մենք այսքան տարի աշխատել ենք, այսքան նյութ չունենք, որտեղից էս ամեն ինչը։ Հարց ուղղակի հարց եմ տալի, որպես Հայաստանի քաղաքացի եւ 10 միլիոնի մեր հայրենակիցներին եւ այն մնացած ազգային անվտանգություններին, որ մեկը Նիկոլը եւ այս անցյալ մասոնները օրերից մի օր լավ գալու է այդ մի օրը։ Հիմա դուք մտածում եք ձեր փողի համար, դուք մտածում եք, որ արա դե ես Սերժի վախտով ազգային անվտանգությունը չպատժվավ, Քոչարյանի վախտով չպատժվավ, Լևոնի վախտով չպատժվավ, Նիկոլի վախտով էլ հեսա կպրծնի, էլի չենք պատժվի։ Ոչ, գիտեք ինչ եք պատժվելու, ասեմ։ Տեսեք, ես խոսում եմ ազգային անվտանգություն, ես կարամ շատ չագերտավոր, շատ դռներ բացեմ, բայց հիմա ասեմ, պարոն ազգային անվտանգություն, որտեղ մենք այս ինֆորմացիան չունեինք այն վաղ, որ ձեզանից պահանջենք, որտեղ մենք այս ինֆորմացիան չունեինք այն վաղ, որ ձեզանից պահանջենք, բայց դուք գիտեք այդ ինֆորմացիան։ Դուք չեք կարող ասել, վայ, մենք չենք տիրապետում, ոչ չեք տիրապետում։ Դուք չգիտեիք, որ Բաքվում կա կյանքի խոսք։ Իհարկե գիտեք։ Ինչ եղավ պատերազմից հետո, խնդրում եմ, դրա հարցի պատասխանը։ Ով էր նրանց հովիվականների ձեռնադրողը։ Դուք ինձանից լավ գիտեք։ Իսկ ով էր Ամերիկայում, այդ նույն հովիվը։ Ով եկավ Հայաստան ամերիկացի անգլերեն, որ ինչ-որ մի հատ հոլովեր, թե ինչ-որ մի հատ երկեց, ասում ենք, վաու, ամերիկացին չոքած աղոթքը անում ստեղ։ Դա կոնգրեսականի որդին էր, հիշում եք, նոր է եկավ գնաց, ես զուգադիպությունների չեմ հավատում, եկավ գնաց և Վարդան Ղուկասյանը 3 օր հետո նստացրեցին, հետո անձի օդից կախված լուրերից հասավ մի բան, հետո պարոն այդ ձեր կոչված Փաշինյանը գնաց Ամերիկա, ոչ թե հանդիպեց առաջինը հայ առաքելական եկեղեցու անդամների հետ, հանդիպեց ում հետ, քարիզմատիկների հետ, քարիզմատիկներից որևէ կարկառուն դեմք համար մեկը կանգնեց ինչ ասեց, եթե մեկ էլ մեզի աղանդավոր կասեք, ձեզի դադի կտանք, 50 տարի ասում են աղանդավոր, բոլորը լռում էին, ասում են այս թուշը որ ապտակել է, թո ես էլ ապտակի տերը ողորմած է, մենք ներել գիտենք, բայց Փաշինյանը եկավ, ես ուղղակի մեկնաբանում եմ Վարդան Ղուկասյանի նստելու, գիտեք ինչ, մենք կրիմինալոգ չենք, բայց մենք մարդ ենք, չէ, վերջը մենք մտածել գիտենք, վերլուծել գիտենք, որևէ մի տեղ կարող է սխալվենք, նորմալ է, մարդ ենք,
ամեն ուղղակի ես խոսում եմ իմ հայրենակիցների հետ, իմ հեռախոսը միացրել եմ, ես խոսում եմ, կիսում եմ ուղղակի։ Իշքան մեծ զուգադիպություններ կոնգրեսականի որդին հավատացյալ քարիզմատիկ ոչ թե հայ առաքելական եկավ Հայաստան, գնաց, Փաշինյանը գնաց, հանդիպավ այդ նույն մարդկանց հետ, կարկառուն դեմք է, տեսեք այսօր անուն չեմ տալում, որ չասեն այդ անձին էլի կպնում։ Բոլորը դե գիտեք ում մասին եմ խոսում։ Ու այդ անձն է կանգնավ հաջորդ օրը դուխով ասեց, որ եթե մեզ կպնեք, մենք ձեզ բոլորին դատի կտանք, Աստվածաշունչն ասում է մի գնա եղբորդ հետ դատարան, ինքը ասում է ես պետք է դատի տամ, կարկառուն հովիվ։ Կոչված էլի չագերթավոր ու կներեք ու Ղուկասյանին երկու օր հետո ձերբակալում են։ Ես ուրիշ մեկնաբանություն, ես կարամ հիմա նստեմ 1000 մեկնաբանություն տանք բոլորս։ Ասենք զուգադիպություններ, ասենք թուղթուգիրեր, բաժակ խմեցին կոֆեի բաժակ հատես բանկա նայեցին, կարդ գցեցին, Վարդան Ղուկասյանը գնաց բան էտա Բերդ, բայց կա վերլուծություն, որ սա չի կարա զուգադիպություն լինի, այս մասշտաբի։ Այո, քարիզմատիկները օգնեցին օդից կախված լուրերով, որ ավելի այս պրոցեսը արագացնեն, իսկ պարոն Ղուկասյանը այդտեղ մի քիչ ես իրան ասում եմ միամիտ գտնվեց, որովհետև մարդիկ կային, որ ասում էին եղբայր, ոչ թե այս իսկական գելերից վախեցի, որ ինքը գելա, դու տենում ես ինքը գելա, գիտես գելի հետ ոնց վայց, այն գարան մորթով գելից վախեցի, գարան մորթով գելից վախեցի, քո ուդարը գալու է գարան մորթով գելից, դա ասվել է պարոն Ղուկասյանին և Աստված որ նա դուս կա, դա կհաստատի, ինքը կհաստատի, ես գիտեմ, որ ինքը հիշողության հետ խնդիր չունի, ինքը կհաստատի, որ այդպես բան է եղել, որ ասվել է քո մեջքից, դեմից, կողից, աջ ու ձախից խփողը լինելու են, դաժե ասվել է, որ եթե դու աթեիստ ես ու չես հավատում ոչ մի բանի, մի կպի քրիստոնյաներին կամ դրանց, մի կպի, որտև այդ անձերը շատ վախկոտ են, որտև դու կպնում ես նրանց բյուջեին, արդեն 22 տարի է ես կպնում եմ իրանցը, բոլոր Հայաստանից և Հայաստանից դուրս Սփյուռքում չկա կարկառուն հովիվ, լավ թե գարան մորթով, ինձ չճանաչի, բոլորը ինձ գիտեն, ասեմ, այն վաղտ, երբ որ Սերոբ Գասպարյանը ազատության մեջ էր, գնում են Սերոբի մոտ, Սերոբը շատ ճիշտ բացատրում էր, որ Գևը ճիշտ է խոսում, այստեղ խնդիր կա, մասնատման երկիրը քանդելու հետ միասին, Բաբելոն, չի կարա մի երկիր ունենա 250 տարբեր աղանդավոր, դա նույնն է, երբ որ Հիսուս Քրիստոսը գնաց տաճար և ասեց հորստունը սարքել եք առևտրի տուն և քանդեց, ջարդեց, տպեց, փշրեց, դա բազարն է, դա այսօրվա այս տարբեր բազարներն են, իսկ մեր եկեղեցին, որը հայ առաքելական եկեղեցին մտածա պղծության մեջ, առևտրի մեջ և դա կապ չունի որևէ հոգևոր երկին գնալու հետ, ես ես վերջում մեկ վարկյան ինձ SMS է եկել, ես ուղղակի մի հատ զանգահարեմ, Լաս Վեգասից ինձ բան գրեցին, փորձենք հասկանանք ինչ հա, դու ինձ բան էր գրեն հեռախոսի վրա, ինչ ա եղել, ես ուղղի եթերում եմ ասեք, ձեզ մենակ ես եմ լսում։ Քանի րոպե կտևի։ Լավ, դե ես եթերի մեջ կմնամ ենքան այս հեռախոսի վրա կզանգահարես ինձ վերջնական իտո կտալու։
Լավ, շնորհակալություն։ Դատարանը շուտով փակվում է, մեքենաները գնացել են, մենք եթերը կշարունակենք մի քանի րոպե, մինչև վերջնական հասկանանք ինչա կատարվել մեր հայրենակիցի հետ։ Ու եկեղեցին այս վերջում ես մի երկրում էի, որ հայ առաքելական հովիվը ճակերտավոր քարոզի մեջ ասում է, որ եկեղեցին դա ինստիտուտ է։ Չի կարող ինստիտուտը ինձ երկինք տանել։ Ոնց կարելի է եկեղեցին կոչել ինստիտուտ։ Չէ որ ձեր գործն է, որ հիվանդին բուժեք, մեռելին հարություն տաք։ Ինստիտուտը չի կարա տա դա։ Ինստիտուտը դա բուհերն են, դա մնացած կառույցներն են, որ ինչ-որ մի բնագավառում դու սովորում ես, կրթվում ես, որ կրթես։ Մենք չենք գալի եկեղեցի միայն կրթվելու համար, այո, կրթվելն էլ շատ ճիշտ Աստծո խոսքը սովորելու, բայց դրա հետ միասին մենք ունենք բոլորս փրկվելու կարիք, որ գնանք երկինք, հասկանալով, որ մենք պետք է երկինք գնանք։ Եվ մարդը կոչում է այդ մեծ քաղաքի մեջի եկեղեցին կոչում է ինստիտուտ։ Ես խոսեցի այդ անձնավորության հետ, մի բան հասկացա, որ ինքը դրված է ուղղակի սև շորերով մի անձնավորություն, ասենց ավելի գրագետ, եղբայր, եթե ինստիտուտ չի, բա ինչ է, եթե սա ինչ չի, բա ինչ է, ես մի բան հասկացա, որ այս մարդը absolute իրականությունից, երկինքից շատ հեռու անձնավորություն է, ես նայեցի ժողովրդին եւ իմ սիրտը ցավ ապրեց, որ կային մարդիկ, որ երկնքի կարիքը ունեն, բայց քանի որ դա ինստիտուտ է, պետք է նստեն եւ ինստիտուտում սովորեն եւ քննություն տան։ Եթե այդ քննությունը չանցնեն, նրանք երկինք չեն գնա։ Էս է մեր երկրի իրավիճակը։ Բայց հիմա մենք ինչ ենք ասում։ Հիմա նայեք, մենք լսեցինք մեր հայրենակցուհուց, որ այս պահին 50, 70, 100 կամ չգիտեմ 200 հոգի աջակիցներ եւ հիմա այս ժամին մարդիկ քնած չեն եւ հիմա սպասում են եւ շատերը աղոթում են Վարդան Ղուկասյանը, շատ լավ են անում։ Այո, մենք պետք է աղոթենք բոլոր մեր հայրենակիցների համար։ Մենք չունենք վատ հայրենակից, եթե վատ էլ կլինի, մենք կփորձենք Աստծո սիրով եւ խոսքով եւ ցույց տալով աշխարհի եւ երկնքի տարբերությունը։ Կան եզակի դեպքեր, որ մարդիկ խավարի որդիներ են եւ մեկ-մեկ պատժվում են, դա էլ է պետք, որ երկրորդը հասկանա եւ չանի։ Դա ցանկալի չի, բայց կյանքը ցույց է տվել, որ պետք է։ Հիմա ինչ եմ ուզում ասել, որ 15 միլիոնից ավել ժողովուրդ այսօր 50-100 հազար հոգի, մի քանի հազար էլ ինտերնետով հետևում են մեր հայրենակիցներին, Վարդան Ղուկասյանին, Սերոբ Գասպարյանին եւ մնացած մեր եղբայրներին եւ մեր գերիներին, որ արդեն մոռացել են։ Իմ կոչը ինչինն է, մենք պահանջում ենք ումից։ Չէ որ նրանք մեր եղբայրներն են, չէ որ նրանք մեր համար զոհաբերել են։ Ես այս պահին կարող եմ հենց հիմա ես մի քանի ժամ առաջ ինչ-որ մի շատ հաճելի տեղում է, որ կարայի միջև հիմա այդ հաճելի տեղում մնայի, բայց ես ինձ չէի համարի հայրենակից, որտեղ ես խոսք եմ տվել, որ ես մինչև վերջ խոսելու եմ Վարդան Ղուկասյանից, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում, որտեղ շատերը առաջուց, երբ որ ես մտնում էի եթերներ, մտածում եմ, որ ես ինչ-որ փորձում եմ Facebook-ով կամ ինչ-որ մի էջով կայանալ, քավլից ինչ ճանաչողները դա կհաստատեն, ես չունեմ ինչ-որ արդարացում կամ բացադրել։ Ես իմ շնորհակալություն, այս այդ եթերները, որ ես ստանում եմ եւ հիմա փորձում եմ երկարացնել, մինչեւ հասկանանք մեր հայրենակիցները, որտեղ շատերը գիտեմ, որ նստած ինձ հարյուրավոր մարդիկ գրել են եւ ինչ եղավ Վարդանը, կարոտել ենք, ախր սես պետք չներ։ Ես դրա համար ես եթերը միացրել եմ, առաջինը իմ քրիստոնյա քայլն եմ ցույց տալու պարոն Ղուկասյանի հանդեպ, քրիստոնյա, որը եթե
ինձ բախտ վիճակվի, որ ես այդ անձին տեսնեմ, առաջինը ես ինչ պետքա տամ Աստվածաշունչ։ Ես գիտեմ, որ այդ անձը ինձ չի մերժի, որովհետև ես իրան չեմ հայոյե, ես իրան չեմ վատախոսում, ես տալիս եմ մի գիրք, որի մեջը կյանք կա։ Հիմա նա դա կկարդա, թե չի կարդա, դա արդեն իր խնդիրն է, իմ խնդիրը չի։ Բայց իմ առաջի քայլը, որովհետև ես ինձ հարց եմ տալի, մենք հասակագից ենք, երևի մի 2 տարի ես մի քիչ մեծ կամ չգիտեմ, երևի հասակագից ենք Վարդան Ղուկասյանի հետ ու պրիտոմ հոկտեմբերանից ենք, որ մի քիչ է մոդիկից շփվենք, երևի մենք կունենանք ընդհանուր մարդիկ, հա, ինձ թվում է կան ընդհանուր մարդիկ, բայց դա եղանակ չի փոխում կամ այս կողմ կամ այն կողմ, ամեն մեկս մեր դիրքում ենք, բայց խնդիրը ինչումն է, որ ես փորձում եմ իրեն այն, որ ինքը ծնվելով Հայաստանի Հանրապետության, լինելով հայ քրիստոնյայի կրողը, ինչն ենք սխալ արել, որ այդ մարդը դարել է աթեիստ։ Ես իմ դեմ առաջադրանք եմ դնում, որտեղ եմ ես իմ հայրենակիցի հանդեպ սխալ արել, ցույց չեմ տվել քրիստոնյա վայել, որ ինքը դարել է աթեիստ։ Նշանակում է, եթե նա ըստ Աստվածաշնչի մնա աթեիստ, նա պետքա կանգնի Աստծո դատաստանին եւ Աստված պետքա իրեն դատի, բայց քանի որ մենք բոլորս, եթե մենք չհավատանք Աստծո զոհաբերված Հիսուս Քրիստոսի արյանը, մենք բոլորս ենք կանգնելու։ Այդ քրիստոնյա, որ չագերտավոր ասում են դու քրիստոնյա ես կամ մկրտվել ես կամ կնքվել ես եւ դու փրկված ես, դա խաբեություն է։ Մենք ամեն օր ապաշխարության կարիք ունենք։ Ամեն օր, ինչի որ դու զարթում ես առավոտյան, պետքա լողանաս, քո հիգենա ատամները լվանաս, ինչ-որ բան անես, հետո նոր հագնես մաքուր շոր, ինչի համար, որ հոտ չկա վրից հետ, որ կեղտոտ չնես, որ բերանից հետ հոտ չկա, որ մազերը ցիրուն ունի, դեմքը ցիրուն ունի, մարդը քեզնից չի հիասթափվի, ճիշտ է։ Այդ ձև էլ մեր հոգևոր դաշտն է։ Մենք պետքա ամեն օր մաքրենք, ամեն օր մենք պետք է փորձենք մեր Աստծո հետ մաքուր հանդիպելու, որ մեր Աստված մեզանից չզզվի, որ չասի տղա ջան, քո հոգու միջից հոտ է գալի։ Այստեղ է խնդիրը, որ այսօր ես քրիստոնյա լինելով, ես իմ պարտն եմ համարում Վարդան Ղուկասյանին, իմ ձեռքը մեկնելու։ Թե հիմա նա այդ ձեռքը կբռնի, թե չի բռնի, դա արդեն էդի հարցի մյուս կողմն է, իր որոշումն է, բայց մենք 10 միլիոնս իրավունք չունենք այս փոքր ազգի մեջ մեր հայրենագիստներին լավ ու վատ անելու։ Ես տենում եմ TikTok-ներով, էջերով, թե մարդիկ իշքան են չարացել, ինչ հայոյանքներ են տալի։ Ես տենում եմ մեր քույր, կոչեմ քույր, մեր հայ քույրերին, թե ինչ հայոյանք են տալի։ Մեր տղեկը ինչ հայոյանք են տալի, ոչ թե թշնամուն, այ հայը հային։ Ես ուզում եմ մի երկու բան խոսալ, եթե ես տեսնում եմ իմ հայրենակիցը գցենք ինչ-որ մի մեղքի մեջ է, ու ես մտնեմ եթեր այդ մեղքից ամեն անգամ խոսել, օքեյ, ես խոսում եմ արդեն 20 տարի աղանդների մասին։ Ես կլռեմ այն դեպքում, եթե իրանք չփորձեն 10 սարքեն 20, որտեղ ես վտանգը տեսնում եմ, որտեղ ես իրականության վիդեոներն ու թղթերը իմ մոտ են։ Եթե այդ մարդը ինքը անձնական իրան վնաս տար, ես կարող եմ մեկ անգամ, երկու անգամ ասեմ եղբայր մի արա, ինքը կասարա, գիտես ինչ կա, դու ով ես ինձ ասում ես, ասում եմ, վсё, քավ լցի, ես ուղղակի կուզեմ քեզ օգնած ընեմ։ Բայց երբ որ դու ազգին մասնատում ես, ու երբ որ մտնում ես այս ինտերնետի դաշտը, ես միշտ սիրել եմ հայի տեսակը, գիտեք որն է, էս չի հայի տեսակը, որ մտնես հայոյես եւ դուրս գաս եւ սկսեք իրարի հայոյել վելանով։ Ոչ, խնդիր կա,
արեք, հանդիպենք կամ զանգահարենք, փորձենք խնդիրը ինչումն է։ Եթե խնդիրը իմ դաշտում է, որը քո անձնագանի հետ կապ չունի, դա իմ, սենց ասեմ, մեղքն է, ես եմ մեղք գործել, քեզ ինչ։ Ես եւ իմ Աստված։ Դու չես, որ ինձ պիտի դատես։ Իմ համար Քրիստոսը խաչվել է անձամբ իմ համար, իմ արած մեղքի համար։ Բայց երբ որ ես իմ մեղքը կվերցնեմ եւ կմտնեմ քո տունդ կամ քո անձնական դաշտ, դու այն վաղտ իրավունք ունես զգուշացնելու, եթե քո զգուշացումը կանտեսվի, կարա Գագիկ Շամշյանը դա լուսաբանի, անկախ վթարներից։ Ես միշտ շատ, տեսեք, բաց ասում եմ, վթարները տարբեր են լինում, որովհետև դու փորձում ես մտնել իմ դաշտը, քո հիվանդությունով բերում ես ինձ հիվանդացնելու, ասում եմ, եղբայր, շնորհակալ եմ, ես չեմ ուզում քո հիվանդությունից, դու ինձ մի կպի, մի խոսա, իսկ եթե խոսում ես, դու պետք է պատասխան տաս։ Հայը, հայի գեն կրողը, ես դրա համար միշտ ասել եմ, եւ էդի մեր թիմը լավ գիտի, եւ հայի գենը այն վարակույրներից, որ մենք կանգնած են եւ հսկում են շատ բաներ, ես ասել եմ, մենք մի քանիսի տարբեր երկրներում հույր են գնացել, դες չեմ վախենում բարձրաձայնելու, մենք ասում փառք ունենք հատուկ մարդիկ այդ վելանից ու չգիտեմ ձեր այդ ինտերնետից ու այդ հեռախոսներից այդ ֆեյքերից շատ լավ հասկանում են, նրանք համար մեկ երկուսն են տարբեր երկրներում, որը նստած ուղղակի ասես կարա գա կանգնի գլխիդ։ Դու այսօր ֆեյքով գրում ես, չես պատկերացնում, որ վաղը կարող է դու ինձ տեսնես կամ X ավելի դաժանիկին տեսնես։ Հարց է տալու, ինչի։ Ինչ ես ասելու։ Ես ունեմ իմ անձնական կարծիքը։ Տես հիմա ես իմ կարծիքը իմ ինտերնետը միացրել եմ, խոսում եմ Վարդան Ղուկասյանից։ Մարդիկ կան իրան սիրում են, մարդիկ կան ատում են, դա նորմալ է։ Իսկ այն ինչ որ ինքը արել է կամ ասել է, ինքը պետք է պատասխան տա։ Ես ինչ որ արել եմ իմ կյանքում եւ ասել եմ, ես եմ պատասխան տվել։ Միայն մի բանը որ պատասխան չեմ տվել, դա Հիսուս Քրիստոսը, որ իմ տեղ հարություն է արել, որ ես ապրեմ։ Մնացած հարցերում մենք պետք է համ Աստծո առաջ, համ մարդու առաջ, երբ որ մի բան դու խոսում ես, դու պետք է պատասխան տաս։ Խոսալով ոչի։ Դրա համար մենք շատ արագ փորձում ենք խոսացողների հետ ոչ թե հաշվեհարդար, այ հենց այդ պահից հետո մարդուն կանչել եւ ասել եղբայր, ինչ ես արտահայտությունը կամ այս խոսակցությունը անում։ Ինչի համար։ Եթե ես քեզ չեմ հայուել, ես քո դաշտը չեմ մտել, քո ընտանիք չեմ մտել։ Դու փորձում եք մարդկանց, այս ինչ եմ ուզում ասել, այս տեսակը չենք ճանաչում, մտնում ես ինտերնետ, մեկը մյուսից խոսում է։ Ու ոչ մեկի պատասխան չի տարում, լավ ես բարդակը իշքան կարելի է, նուժելեսի մեր հայի տեսակն է։ Ես հիշում եմ, ես երբ որ Հայաստանում ապրում էի, մեկը մեկին մի հատ արական տիրոջ մեր էր ասում, 1000 անգամ ներողություն։ Էթում ենք մինչև հորողպոր տղա, մորքուրի տղա հաշվեհարդար ենք ասում, իմ տիրոջ մերը գիտես, ով է իմ տատնա, մենք դենց ենք մտածում, գյուղի տղա ենք։ Այսօր էլ մեռել, էլ բան, տեսեք ասում եմ, նույնը Վարդան Ղուկասյանը, համ իմ ձեռը մեկնում եմ, որպես քրիստոնյա, որ իմ հայրենակից այսօր խոսելով մեր խնդիրների համար ինքը զոհաբերվել է, բայց չեմ ողջունում այն քֆուրները, այն հայոյանքը, որ ինքը տվել է, դրա համար ինքը պետք է պատասխան տա, ոչ թե ես կամ դուք։ Աստվածաշնչում մի հատ շատ լավ բան է խոսում, Աստված խոսում է Դավիթ թագավորի մասին։ Դավիթ թագավորը շատ մեղավոր դուս եկավ, երբ որ նա իր գեներալի ուղարկած հզոր գեներալի կնոջ հետ քնեց եւ ունեցան հղիացավ այդ կինը, նա փորձեց կռվի դաշտից հետ կանչել գեներալին, բերեց խմցրեց, ասեց գնա կնոջդ հետ քնի,
հոգնած կնես, կարոտած կնես, այդ գեներալը այնքան հզոր անձնավորություն, ասաց իմ զորքը դրսում քնի, ես ոնց կարամ իմ կնոջ կողը քնեմ, Դավիթը հասկացավ, որ չէ, էսի Մովսեսի օրենքով ընձի պիտի, չգիտեմ, Աստծո դեմ ես ոնց պատասխան տամ, իր մարդկանցից մեկին ասեց սրան տարեք ամենա առաջիկից, որ մահանա, որ գոնե այս ձևի մարսեմ, չնայած այդ երեխան մահացավ, ինքը ծնվեց եւ մահացավ, դա Աստծո պատիժն էր, բայց նայեք, Դավիթը շատ այրուն էր տեսել, շատ մարդկանց էր սպանել, բայց Աստված էր նրան օծել եւ Աստված ասել քեզանից հանելու եմ արմատը։ Այդ տեղը Դավթի պատմությունը իմ համար շատ մեծ օրինակ է, ոչ թե երես առնելու համար, այ Աստծո թե քեզ ինձ ձևի ա տենում։ Ասում է Աստված ոչ թե սիրեց Դավիթի գործերը, այ Աստված սիրեց Դավիթի սիրտը։ Ստեղ գործերն ու սիրտը Աստված ա քննողը։ Ես կարող եմ մի բան անեմ, ձեզ դուր չգա։ Դաժե իմ հարազատ երեխուն կնոջ հորը դուր չգա։ Դա նորմալ է։ Բայց սրտով Աստծուն դու հաճելի մարդ լինես։ Դրա համար այն ինչ որ մենք մարմնով տենում ենք, դա ամենամեծ խաբեությունն է։ Դրա համար ես չեմ ուզում Վարդան Ղուկասյանին ասել, գիտես դու ճիշտ ես թե սխալ։ Ոչ։ Աստված տենում է իր սիրտը։ Մեր գործը իրան ասելն է, եղբայր, ապաշխարի, ես էլ եմ ապաշխարի, ես չեմ ամանչում ասելու, ես ապաշխարել եմ, եւ ես շատ ապաշխարելու տեղ ունեմ, շատ։ Բոլորս ունենք, բայց Աստված տենում է իր սիրտը, իսկ մենք դատում ենք գործերը, հասկանալով թե չհասկանալով։ Ես ուզում եմ մի բան հասկանամ, առաջի քրիստոնյա լինելով, այսքան ատելություն։ 3 միլիոն հայ չկա, մտնում ես ինտերնետ, այսքան հայոյանք, 150 տարբեր քաղաքական գործիչներ, անուններ եւ 250 տարբեր աղանդավոր, եթե սա Բաբելոն չի եւ մասնատում չի, բա ինչա։ Եթե մենք հայրենիք սիրում ենք, նույն սահմանների մասին ենք խոսում, ինչ ենք իրարի ատում։ Սխալ եմ արել, ժամանակ վերցրա, խոսի իմ հետ, աղոթի իմ համար, վաղը դու սխալ կանես, թող ոչ մեկ վստահ չնի և ապահովագրված չնի, որ Գագիկ Շամշյանը հանգարց չլուսաբանի։ Ես գիտեմ ինչի համար եմ Շամշյանի անունը տալի, որտեղ ինքն է ամեն դեպքում միշտ լուսաբանում վատ բաները։ Բայց արեք անենց անենք, որ ինքը լավ բաները լուսաբանի, որ մեր մեդիա դաշտը չխոսա երկու եղբայր են, մեկը Պողոսական է, մեկը Պետրոսական է։ Նախանց, այսքան նախանց քրիստոնյա ազգին որտեղից։ Լավ, 250 տարբեր եկեղեցի եմ կոչում ձեզ, պլյուս 251-րդն է թողնի հայ առաքելականը։ Այսքան շատ եկեղեցի ոչ մի ազգ չունի։ Այսքան շատ խաչապաշտ, խաչին պաչող, եկեղեցուն չոքած, գլխին քցած, չգիտեմ ինչ տրադիցիոն ասած ազգ գոյություն չունի։ Հրաշք եք դուք, ողջունում եմ, բայց այսքան ատելություն, այսքան բաժանություն ոնց կարա լինի, եթե մենք բոլորս իրոք քրիստոնյա ենք, ոնց, ումն ենք խաբում մենք մեկս, մենք մեզ ենք խաբում, իսկ թշնամին նստած ասում ալես խապնվածներին նայեք, սրանք խապնված են, մի հատ յութուբիստ կա այդ ազերբեջանցի, որ մտնում ու պրովոկացիա է անում, մի քանի անգամ իր հաղորդումներ ինձ ուղարկել են, ինքը գիտեք ոնց է փորձում հային պրովոկացիա անելով, ինքը էշի և
առյուծի պատմությունն է անում, ինքը էշն է, բայց առյուծին համոզում է, որ խոտը կապուտ գույն է, իսկ առյուծը մտնում է դիսկուսի մեջ այդ էշի հետ, որ ասում է չէ, խոտը կանանչ է, ո՞ս գնա էշ, խոտը ասում է չէ, կապուտ է, ասում է Երևանը, էդի ասում է հին Ադրբեջանն է, Արևմտյան Ադրբեջան ունենք եւ մեր առյուծ կոչված հայրենակիցները էշի հետ սպորի են մտնում։ Գիտեք ինչի համար։ Որտեղ մենք չունենք այս ինֆորմացիան։ Մենք քուչում լնում ենք, գիտեք ինչ ենք սովորում։ Արա ախպեր, գիտես ես ով եմ։ Արա 5 հատ քյաբաբ եմ կերել։ Արա նորնես մակ կայֆ սենց ուռել եմ, արա մեռնեմ սրտիդ, իսկ թշնամին նայեմ ասում ջան, այս պահին քյամրանա դրան հա երևի։ Մտեք ուղի եթեր եւ եթե հայրենակիցին հարց տվեք։ Ով եք։ Ուր են ձեր եկեղեցիները, ուր են ձեր շինությունները, ուր են ձեր թագավորները, ուր են ձեր հերոսները։ Դե քուչի տվա սրան բացադրա քյաբաբը կերել եմ, արաղը խմել եմ, լևին գնացել եմ, հարևանից քֆրդել եմ, Պողոսին նակազատ եմ արել, ախպեր գիտես չէ ես ով եմ, ով ես։ Մի հատ էշ հարց ա տալım։ Մի հատ էշ։ Այս վերջում մի հատ հայրենակցու հարցատալի քրիստոնեությունից հայը տենում էլ չի կարում, դա ասում է քո Քրիստոսն է սենց անեմ, հայն է քրվում է, հայոյում։ Հայը ինքը սենց նստած խնդում ողագի։ Ասում է բացադրա անձի քրիստոնեությունից, այնքան պրովոկացիա արեց, որ հայը Քրիստոսին հայոյեց։ Բայց վերջում ասեց, մենք առաջի քրիստոնյան ենք, էդի կարևոր է։ Մենք ունենք Շարլ Անձնավուր, վсё, մենք ունենք Անդրանիկ, մենք ունենք Սողոմոն Թելը, վсё, պրծավ։ Մենք ունենք Գարեգին Նժդե, մենք ունենք մի երկու հատ հերոսներ, վсё, պրծավ։ Էս ախպեր, էլ բացատրություն չկա, դեղ այն մեջտեղ ինչ որ եղել է, չկա էլ բացատրություն։ Դրա համար էշը ասում է, խոտը կանանչ է, կապուտ է։ Իսկ այդ պատմության վերջում ինչ կատարվավ, երբ որ գնացին էշն ու այդ առյուծը առյուծների թագավորի մոտ։ Առյուծների թագավորը ումը պատժեց, էշին չպատժեց, առյուծին պատժեց, որ դու առյուծ լինելով ընկել ես էշի խելքին։ Հիմա Ալեն Սիմոնյան ասում է, խաղաղության պայմանագիրը կնքեք, կապուտ է։ Ասում ենք ջան, կնքենք, բա հազիվ պրծանք, վсё խաղաղություն է։ Որեն մեկը հարց չի տալի Շուշին, կանանչա թե կապուտ է։ Որևէ մեկը հարց չի տալի։ Գերիները ուր են արա։ Որևէ մեկը հարց չի տալի 5000 հոգին ոնց մահացան։ Ով խփեց։ Որևէ մեկը հարց չի տալի Վարդան Ղուկասյանը խի նստեց։ Որևէ մեկը հարց չի տալի 30 տարի կռված տղեկը, այս տղեկը, որ իմ հետևում են, որ իրանց կյանք իրանց որդու հետ տվեցին, եղբայրը ուր է։ Ուր է Սերոբ Գասպարյանը։ Որտեղ մենք լինելով առյուծ խափնվում ենք էշերին եւ մտնում ենք դիսկուսի մեջ։ Դրա համար ես մարդկանց հետ դիսկուսի մեջ չեմ մտնում։ Ասել ես կապուտա։ Ես գիտեմ կանանչը, կանանչը կբերեմ, բերանը կբացեմ, կկոխեմ բերանը, դու կասեմ դե մի կերպ դետես կանանչա թե կապուտա։ Դու արդեն այդ համից կզգաս։ Հայի գենը տենց է վարվում։ Մենք դիսկուսիա չենք անում, մենք ուղղակի ասում ենք դա մենք գիտենք որ կանանչ է եղբայր։ Եթե դու էշ ես, քեզ Աստված էշ է ստեղծել։ Հիմա թե դու կապուտ գույն կուտես թե կարմիր կուտես, դա քո խնդիրն է։ Մենք գիտենք կանանչը, չփորձես քո էշությունը մեր առյուծը միս է ուտում, ինքը միս է հոշոտում։ Իսկ մենք չէ, պետք է դիսկուսի մեջ մտնենք էշերի հետ։ Դրա համար ասենց էշերի հետ դիսկուսի տակ ենք մտել ու այսօրն ենք հասել։ Ոչ մեկը հարց չի տալու, լավ, այդ մարդը 5 տարի, այդ 18H, 20H բանը որ կար, խնդիրը, խի մի տարի առաջ չեք դնում դեմ արա։ Որևէ մեկը չի ասում, ինչի այսքան տարի առաջ այդ հայրենակիցներին չեք բռնում, որ հիմի բռնեցիք։ Հարց չեն տալի։ Էս է մեր խնդիրը, սիրելի հայրենակից։ Էս է մեր գլոբալ խնդիրը, որ մենք
Արյուս լինելով էշի խելքի ենք ընկել։ Առաջի քրիստոնյան լինելով չեն կարող Քրիստոս բացատրենք։ Առաջի ազգը լինելով ասում ենք մեզի ասում են sense ազգ գոյություն չունի, ես հարց եմ տալի իմ գալերեայում հիմա որ գնանք այս ժամին գալերեան բացեմ 50 հատ թագավոր ունենք 5000 տարվա պատմություն, բայց ոչ մի թագավորական ինստիտուտ չունենք։ Ուր են մեր թագավորական ինստիտուտները։ Այդ էշերը հարց են տալի, ուր են ձեր թագավորները։ Յա գիտեք Տիգրան մեծ, ով է Տիգրան մեծը։ Ուր է իր պատմությունը, ուր է իր ինստիտուտը, ուր է իր դպրոցը։ Որտեւ էշերը ասեն կապուտա, պետք չի։ Մենք էլ ասենք արա դե լավ էլի աղբորպես Տիգրանը, աղբեր Տիգրանը մեղավոր չէ, Պողոսն էր մեղավոր։ Բա հիմի դու ես քո ժամանակ ընթացնա։ Ուր են մեր թագավորների ինստիտուտը։ Ես խոստանում եմ շուտով մենք կբարձրացնենք որտեղ է մեր թագավորական ինստիտուտը եւ դա լինելու է Հայաստանի Հանրապետության մեջ որ աշխարհը հաշվի նստի մեր թագավորական մեր իրական մեր պատմությունը ռետինով ջնջել են էշերը եւ ասեն սա կապուտա մենք էլ ասենք հա ճիշտ ես ասում հեսա կեթանք ռուսին կասենք հեսա կեթանք ամերիկացուն կասենք արյուզին կասենք որ կապուչի կանանչա Մինչև մետորն ենք մենք։ Ով ինչ անում ասում ենք, հեսա գետանք ռուսին կասենք, չէ, էթանք ամերիկացուն ասենք։ Արա մենք մեր խելքը չունենք, լավ։ Սա աշխարհով որտեղ ես հանդիպումներ եմ կայացրել, հզոր, որտեղ տենում ես հզոր կայացած մի երկրում երևի մի 50-60 հոգի ես բիզնեսմեն ու հզոր անձնավորություններ եմ ճանաչում, որը հիացած եմ հայով, այսօր այսքան փոքր Հայաստան են թողել չեն կարող պահենք։ Գյուղ, մի հատ ռայոն է, գցենք Չելյաբինսկը ավելի մեծ է, քան թե մեր երկիրը։ Բայց ելնում ենք ուրիշ երկիր, ելնում ենք գյուղից գալիս ենք, հասնում ենք Եվրոպա, ինչ-որ մի բան կայանում ես, բայց երբ որ եթում ենք մեր ասում աղբեր գիտես ես ով եմ, 5 մետր քյաբաբ եմ ուտում, 2 մետրանոց պլան եմ ուռամ, 5 մետրանոց քթերս եմ քաշում, հարևանի հարսի վրեն աշկ ունեմ, Պողոսին տպել եմ, նակազատ են կարել, վզին դրել ենք, ու սենց ուզում ենք մենք հայրենիք փրկենք, ումից եք վախենում, ինչից եք վախենում, ումից, քրիստոնյա լինելով վախենում եք, ձեր մարմինից եք վախենում, որտեղ ձեր հոգուն դուք չեք ճանաչում, շատերդ, դրա համար են մարմինը թանկ է, այ որ դուք հոգուն ճանաչեք շատերդ, մարմինը զիբիլ է, Աստված ասում է հողը դառնալու, արժանապատիվ մահն է, ավելի թանկ քան թե էժան մահը, մեկ մենք մի օր մահանալու ենք, բայց եղի որ քո հետևից խոսան, լավը, արածը տենան, օրինակը լինես, թե հավատքի մեջ, ես վերջերս ինձ շատ անգամ հարց են տվել, և կարող է դու աղան դավոր ես, գիտեք, երկու տեսակի է դրված, երբ որ մարդը խոսում է Աստծուց, և նա կայացածը, ես գիտեմ ինչից եմ խոսում, նա կայացածը, կամ ասում են, այսի աղան դավոր է, կամ էլ ասում են, չէ, մի րոպե աղբեր, էսի խի դեր չի, բա բդի սև շոր հակներ, իմ համար Աստծուց խոսելը դա իմ ամեն ինչից թանկ է, ես խոսում եմ իմ հորից, իմ ստեղծողից, ինձի պետք չի դառնամ աղանդավոր կամ դառնամ ինչ-որ մեկի եկեղեցու անդամը կամ սև շոր հակած, սև տրոսիկ հակած, որ ասեմ, օ, հալելույա, որդյակս, ոչ, դա մեր ամեն օրվա կյանքը պետք է լինի, դա մեր ամեն օրվա, ոնց ես դու քո իսկական հոր հետ շփվում, որ երբ որ զարթնես ոնց բալիս պապ չեմ, ոնց ես, ինչ անենք այսօր, ոնց ենք անում հեր չեն այսօր, բոլորը լռում են, բայց ասում են մենք առաջի քրիստոնյան ենք, չի կարա դես բան լինի,
ունենաս հայր եւ ասես, որ ես հայր չունեմ։ Ունեմ, բայց սուս մնացեք։ Որ մեկը ծնող չունի, բոլորս է ծնողից եք ծնվել։ Որ մեկը կլինի հարևանին կասի, գիտես ինչ կա, ես հայրիկ ունեմ, բայց արի իր մասին չխոսանք ամոթը։ Խի։ Երկու տարբերակ կա, կամ պապա շատ վադնա, կամ դու քո պապային իրականում չես ճանաչում, կասկածում ես, որ ինքը քո պապան է։ Իսկ ես իմ երկնային ստեղծած հորը չեմ ամաչում բարձրաձայնելու։ Սա պատասխանն այն մարդկանց, որ շատ անգամ ձեզ տնկև քո մասին խոսել ենք, ուզում ենք մի քանի բան ճշտենք։ Ես ոչ եմ, ես իմ հոր մասին եմ խոսում ու չեմ ամաչում։ Ես խոսում եմ իմ ստեղծողի մասին։ Ես խոսում եմ իմ հայ ինքնության մասին, որ ես հայ քրիստոնյա եմ։ Ես չեմ ամաչում, ես աղոթում եմ աթեիստի համար։ Հիսուսը ում համար էր եկե։ Մենք, որ Քրիստոսին չենք ճանաչի, իշքանով ենք աթեիստից մոտիկ կամ հեռու։ Նույնն ենք։ Կամ ինչ-որ մի հատ մեղավորից։ Ես փառք եմ տալում Աստծուն, երբ որ ես հիշում եմ, ես շատ արուն եմ տեսել, ինչ ճանաչողները դա կարան հաստատեն։ Բայց իմ դադավորը Աստվածը։ Ես իմ մեղքերը, իմ արած խնդիրները զղջացել եմ Տիրոջ առաջ։ Ոնց կարա քրիստոնյա ազգը սկանատելություն։ Մարդը դարձյա գալի, երբ որ դու օրինակն ես քրիստոնյայի։ Իսկ Աստված մեզ տվել է իշխանությունը աշխարհի ցույց տալու Աստծո զորության մասին եւ խոսելու։ Դրա համար ես չեմ լռնում։ Ես չեմ ամաչում խոսել մի բանից, որի անունն է հարություն, որի համար աշխարհը ծնկի է եկել։ Էդի նույնն է, երբ որ դու հաղթած գեներալի մասին ամանչես խոսես։ Էդի նույնն է, ոնց որ ավտորիտետ այսօրվա ավտորիտետի մասին կամ գող հասկացողություն, որ ճիշտ գողը հագցենք, իր մասին ամանչես խոսել։ Էդի նույնն է, ոնց որ քո լավ ծնող ունենալու իմանում ես, որ քո ծնողը շատ հարգված մարդ է, լռես դրա մասին խոսալ։ Ոնց կարա դες բաննի։ Լավին լավն են ասում, թե ավտորիտետին, թե ծնողին, թե գործին, ամեն ինչի լավին ասում ես, էսի լավն է, դու չես լռում, օրինակն է։ Էսա, էս ունենք, էսա։ Ես խիպտի լռեմ իմ հավատքից։ Ես նորից միանամ Լաս Վեգաս, որովհետև արդեն ոնց հասկացանք, այնտեղ երևի դատարանը արդեն փակվել է։ Սիրելի հայրենակիցներ, ես փորձեցի խոսել իմ հայրենակիցների հետ, ես փորձեցի լինել Վարդան Ղուկասյանի այս պահին, այս հեռավորության իր կողքին, խոսել իրանից, աղոթել իր համար, ավել բան չենք էլ կարա անենք։ Ալո, ու լավ։ Պարզա։ Բայց պարոն Ղուկասյանը դեռ ներսում է։ Լավ, սպասենք, մի քիչ եք սպասենք, մեր հայրենակիցների հետ կխոսենք, շփվենք, լավ, սպասենք, լավ, դատարանը փակվել է, բայց ինչ-որ որոշումներ են կայացնում, փորձենք այդ մի քանի րոպեներ շփվենք, չգիտենք ինչա կատարվել, բայց տա Աստված, որ մեր հայրենակիցը ազատ արձակվի։ Դա շատ կարևոր է, մեր հայրենակիցը ամեն մեր հայը շատ թանկ է մեր համար, անկախ նրանից իր ապրելակերպը, հայը շատ քիչ է, իսկական հայը շատ քիչ է, դրա համար պետք է մենք չչարանանք մեկս մյուսի հանդեպ, դրա համար պետք է մեկս մյուսի հարգենք, դրա համար մեկս մյուսի պետք է մենք սիրենք,
Ոչինչ, սխալ արե, խնդիր կա, դա մեր խնդիրն է։ Պետք է մենք այնց անենք, որ մեր հարևանները դա չզգան, մեր թշնամիները դա մեր թուլությունն է։ Հիմա հարց տամ, քանի հոգուն վիրավորել ենք, շատերս, բայց նույն երկրում ենք, նույն ազգն ենք, նույն հավատքի, նույն հացի ջրի մարդիկ ենք։ Պատկերացնում ես այս պահին թշնամին գալիս է։ Էլի իրար հետ ենք կռիվ տալու։ Համ ես եմ իմ կյանքը տալու, համ դու ես տալու քո կյանքդ։ Եթե մենք իրար հետ նույն կռիվը տալու ենք, նույն թե հաղթանակը, թե մահը իրար հետ ենք վայելելու, ինչի մար ենք կռվում, ինչն է մեզ կիսում, ինչ ես դու նախանձում, ինչ ես դու վատախոսում, եթե կարող ես օրհնել։ Աստվածաշունչն ասում է, խոսքը երկու կոմանի թուր է, ինքը փրթում է, ինքը կտրում է։ Լեզուն, մարդու լեզուն ասում է կարա կյանք տա, կարա կյանքը վերցնի։ Դա Աստվածաշունչն Աստված ասում, ես չեմ ասում։ Եթե ես կարամ քեզ օրհնեմ, ու դու օրհնվես, դու ավտոմատ ինձ ես օրհնելու։ Եթե ես քեզ անիծեմ, այդ անեծքը ավտոմատ հետ է գալու ինձ։ Ավելի լավ չի ես քեզ օրհնեմ։ Կան եզակի խավարի որդիներ, որ ոչ են հասկանում, ոչ են։ Դրա համար գալիս է Գագիկ Շամշյանը։ Լուսաբանում է, գնում է։ Ինձ թվում է այդ հասկանում են, որովհետև լուսաբանելը շատ ցավոտ է լինում։ Ահավոր ցավոտ է լինում։ Դա նորմալ է։ Դա մեր գենետիկայի մեջ կա, հայի գենի մեջ կա։ Բայց լավ գնի, որ դրան չհասնի։ Բայց լավ գնի, որ մեկս մյուսի չատենք, լավ գնի, որ մեկս մյուսի սիրենք եւ օրհնենք։ Որտեւ Աստված օրհնությունով օրհնություն է բերում քո գեներացիայի մեջ։ Ասում եթե դու հավատաս, քո սերնդի սերունդ կօրհնեմ, որ դու հավատացել ես ինձ։ Այն ինչ որ ցանում ես, հնձում ես, այն ինչ որ շպրտում ես, այդ նույնը մեր կյանքում հետ է գալի։ Հիմա ես կարող էի նստեի քլնգի, ես կարող էի գնայի քնեի, ես կարող էի ուրիշ բան խոսայի, բայց երբ որ ես կարող եմ, գիտեք, ես շնորհակալ եմ, թեկուզ տես Վարդան Ղուկասյանը մի միտք եկավ, Բերդում, եթե ինքը չլիներ այս պահին անազատության մեջ, ես այս քանի րոպեն կամ ժամը, այս ժամին չէի խոսա Աստծուց։ Նշանակում է, դաժե իրա Բերդ նստելով տալիս է ինձ հնարավորություն հարյուրավոր, վաղը կլինի հազարավոր ժողովուրդ լսեն իմ Աստծուց, ինչքան որ ես կարող եմ բացատրեմ եմ, ես չեմ ամաչում, պետք է իմ խելքը հասնում, բայց խոսում եմ բարին, խոսում եմ օրհնությունից, խոսում եմ քրիստոնյա վայել համերաշխությունից, չլինի ատելություն մեր մեջ, մեր ուզածը ինչ է, երկիր ունենալը, մեր ուզածն ինչ է, եկեղեցի ունենալը, մեր ուզածն ինչ է, որ մեր երեխեքը, մեր թոռները հանգիստ ապրեն, սոված չապրեն, արժանապատիվ ապրեն։ Եթե նույն ուզած նախես, իմ հետ կռիվ տալի դու, եթե նույն ուզած նախես, դու ատելություն քարոզում։ Ես մի կարամ մի վայրկյանում ուղեղս փոխեմ, մտնեմ սկսեմ հայոյանք եւ ատելություն քարոզեմ։ Հետո ինչ եմ բերում։ Ես մեկ-մեկ զարմանում եմ մարդկանց, որ գիտակից հասուն, մարդկանց, որ նստում են ուղղակի հայոյում են։ Եթե հայոյում ես, պատասխանը պետք է դրա տաս։ Հալալ է այն տղուն, որ համ հայոյում է, համ պատժում է։ Հալալ է այդ տղուն։ Դա հայի տեսակն է։ Հայի ավանդական տեսակն է, էդել է մերը։ Աստված էդել է դրել մեր մեջ։ Բայց ես մի բան եմ զարմանում։ Մտնում են շատերը, ուղղակի հայոյում են։ Չես մտածում, որ այդ նույն կնիկ երեխուց դու էլ ունես։ Այդ նույն այն ինչ որ հայոյել ես,
դիմացինը քեզի հազարապատիկ մտնելու է քո կնգա անունը տա կամ երեխուտ անունը տա։ Ցենք իմաստը։ Ես հետո հասկացա, որ կան մարդիկ երևի այդ ընտանեկան զակասը, որ ասում են գիտես ինչ կա, քանի որ դու տունը չես կարող հայոհես, մի երկուսի հայոհի, թող ինձ հայոհեն, ես ինձ լավ զգամ գիշերն այդքան երևի այդ ֆանտազիայով քնեմ։ Որտեւ էդի աննորմալ, գիտակից տղամարդ է հասկանում, եթե ասես քո կնիկը, դե նույնիսկ ասի դու քո կնիկն էլ քո մերն էլ։ Դրա իմաստը չեմ կարող հասկանամ ես։ Եթե ասում ես քո կնիկդ, ես սենց եմ տենում, քրիստոնյա վայել չի, բայց ասում եմ, եթե մարդ իր բերանից ասում է, դա պետք է ինքը իրականացնի, պետք է գնա դրանց տուն, հենց այդ տղամարդ եթե թույլ է տվե, հենց այդ կնկն ասում է ես քո կնիկը, պետք է թե ուրեմն այդ կնոջ հետ սեռական հարաբերությունն է, ասի մարդն է դե նստի նայի, քո արած սխալի համար։ Դու խոսում ես, այնի տասնապատիկ քեզ տալիս է հետ։ Դրա իմաստ ուղղակի չեմ կարող հասկանամ։ Մենք սենց աս չենք, բայց մենք սենց գաղափարը մեկին մեր քրֆեիր, ես հիշում եմ, որ երկու հոգին մեր անցյալում մեկին մեր քրֆելու համար լեզուն կտրեցին հանին միջև այստեղ, ես հիշում եմ այդ պատմությունը, երկրորդի ձեռը թե ոտը կրագեցին, որ մարդուն մեր էր քրֆել, ուղղակի նա ասում էր իմ սրբությանը դու կպել ես։ Իհարկե կարելի է ուրիշ ձևի մոդենալ այդ ամեն ինչին, բայց ես հիշում եմ այդ պատմությունները, որ մեր քրֆելու կամ կնիկին կամ ընտանիք քրֆելու համար, հայոյելու համար մարդիկ իրանց կյանքով են պատասխան տվել։ Ու ոչի բան չի փոխվել, նույնն է։ Արժանապատիվ թասիբով մարդիկ մնում են նույն մտքին։ Արդյոք դա մեզ պետք է, յանի քիչ մահ ունենք, քիչ դժբախտություն ունենք, գցենք հիմա Վարդան Ղուկասյանը զոհաբերել է իր առողջությունը, իր ազատությունը։ Okay, մարդը ինքն է որոշը, մենք չենք զոհը, ինքն է որոշը, հիմա ես եմ որոշը մտնեմ ինտերնետ եւ խոսել։ Ես իմ ժամանակն եմ զոհաբերում, իմ ժամանակն է սա, բայց իմ համար երկու պարտայի իրարի մեր ու կնիկ քրֆելը դառնված է հիմարություն է։ Վարդան Ղուկասյանի համար էնի ասում է չէ, էսի լավ մարդ չեն, ասում է չէ ոնց, ինքը մեր փրկիչն է։ Okay, դուք կարաք առողջ դիսկուս ունենաք, դուք կարաք առողջ մեկնաբանեք, վերլուծեք, իհարկե դրա հենց էսա ճիշտը, որ ով էր Վարդան Ղուկասյանը, ինչի պետք է գար, ինչի պետք է սենց խնդիրներ ուներ, ինչի պետք է ինքը այդ միկրոֆոնը վեկալեր։ Ես վերլուծելով եկա, մարդուն ցավ էին տվել Հայաստան, իր մամային ցավ էին տվել, ելավ եկավ, ինքը չէր պատկերացնի, որ կարար հասնել այս ամեն ինչի ու Լաս Վեգասից ու տարբեր երկրներից, ու այս պահին ես նստեինք ու իրանից խոսեինք։ Մենք ոչ մեկս չենք պատկերացնում։ Մենք մեկս մյուսի չենք էլ ճանաչել։ Հələ ես հոկտեմբերանցիան կարող է ինչ-որ մի ձև Վարդանին հիշածնեմ կամ չերես մեկով կամ սենց մի դպրոցի հայաթում կամ ինչ-որ մի բան։ Բայց այդ անձի համար երկու տարբեր մարդիկ տարբեր երկրներում կամ այն անձի համար կամ այս անձի համար կամ իմ անձի համար մարդիկ ընկալի մեր ու կնիկ հայոյել։ Դա առնվազն հիմարություն է։ Վարդանն է դուրս կգա, այս հարցերի լուծումն էլ կտրվեցվի, բայց ձեր մեր ու կնիկը դուք ոնց եք մարսելու։ Գցենք դու գիշերը ոնց ես քնելու, երբ որ մեկին հայոյել ես, այն մեկը ավելի ուժեղ է, քեզ երկու անգամ հայոյ ու իրականացրել է։ Ոնց ես դու քեզ ներելու։ Գցենք ուղղակի ասում եմ, հանուն ինչի զոհաբերես։ Վարդանը ինքը իրան զոհաբերել է, մալադեց իրան։ Հենց էսա ճիշտ հայի տեսակը։ Հենց էսա։ Մենք կարանք մենակ իր համար աղոթենք, իր կողքին կայնենք, եթե իր գաղափարը խոսությունը առողջ է, մենք տանենք առաջ, հասնենք մեր ուզածին կամ մնացածը։ Սեղ չտնենք, ուղղակի Վարդանի եթերի, Վարդանի համար եմ ես եթեր արում, Վարդանից եմ խոսում։ Բայց իրարի հայոհեք,
Ոնց ես պատկերացնում, պատկերացրա սենց 100,000 հոգի եք, ուզում ենք 100,000 ուզում են այդ մի երկրում ապրեն, 100,000-ը պտի ազերի դեմ կռիվ տան և կառավարություն կազմեն, 50-50-ին մերուկնի կա քրվում, ոնց եք պատկերացնում դու ոնց, հիմի Վարդանը որ դուս կա, են 50-ին ասում է, վաու, սրանք իմ մարդիկ են, են 50-ը չէ, իմ մարդիկ չեն, բա այդ 50-ին ինչ ենք անելու, տեղ թողեք, որ այդ մարդը կամ Պողոսը կամ գալողը ընդունի ոնց որ երկիրը, հայրենիք, նույն մարդը, դուք նույնն եք, ինչ կտա, հիմի որ Վարդանը Լաս Վեգասում նստած է, դուք մեկը Մոսկվայում, մեկը Հայաստանում հայոյում է, ուզում եմ հասկանամ իմաստը որն է, ինչ եք փրկում, հայրենիք փրկում եք, չէ, Արցախ եք հետ բերում, չէ, ես ամեն անգամ հարց եմ տել, կներեք ինձ էլի գրում են Լաս Վեգասից,